շատ լուրջ իրավիճակ Նարեկի մասով, շարունակենք, որ ամսի 9-ին նշանակվեց առաջին դատական նիստը, գործը արագ ուղարկեցին դատարան, մի շատ խայտառակ նախադեպ կա, մենք դրա մասին կխոսենք, համաձայն որի երբ որ գործը ուղարկվում է դատարան, արդեն վերաքննիչ բողոքարկման դեպքում վերաքննիչ դատարանը վճռաբեկն է այդպիսի նախադեպ ձևավորել, մի խայտառակ նախադեպ, այլևս չի կարող իր գործառույթը կատարել եւ դատարանից վերածվում է գիտահետազոտական հիմնարկի, ընդհանրապես կարող է գնահատական, դա փորձագիտական ավելի ճիշտ հիմնարկի։ Հետո դրան ավելի մանրամասն կանդրադառնանք, հիշելով, որ ամեն դեպքում այդ գիտահետազոտականի մասով էլ վերաքննիչը ուներ համապատասխան դիրքորոշում, որը անտեսվեց առաջինացյանի դատարանի կողմից։ Հունվարի 9-ին առաջին նիստը եղավ, մենք շատ երկար խոսեցինք, տասնյակ փաստարկներ բերեցինք, դատարանը չգիտեմ, մեզ լսում էր թե չէր լսում, բայց դե տպավորություն ունեցավ, որ լսում է, որովհետև լուրջ նայում էր, բայց վերջում բաներ էինք անում, տենց փաստաթղթեր էինք ներկայացնում, բան էինք անում, դրանց առանձնապես ուշադրություն չեղավ, միանգամից որոշում կայացրեց Վազգենի եւ Նարեկի կալանք հապաման միջոցը 3 ամսով երկարացնելու